Հայաստանի առաջնագծում տեղակայված ամրակայանների մասին վերջին հրապարակումները քննարկումների մի նոր ալիք են բարձրացրել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութով ներկայացրել է առաջնագծի որոշ ամրացված տարածքներ դրանց կառուցվածքային առանձնահատկություններով։ Սակայն մասնագետները եւ լրագրողները ահազանգում եւ լուրջ մտահոգություն են հայտնում կապված ռազմավարական գաղտնիքների հետ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսել է սահմանին կառուցված զինված ուժերի ամրացված տարածքների մասին։ Բարձր լեռնային հատվածում տեղակայված ամրակայաններից մեկում նկարահանված տեսանյութում Պապիկյանը հայտնել է, որ ամրակայված տարածքն իրենից ներկայացնում է փակ երկաթբետոնե համակարգ, որը պատված է նաև գրունտի շերտով։ Շրջանի ներքին ցանցը թաքնված է գետնի տակ եւ նախարարի խոսքով անզեն աչքով դժվար է նկատել այն։ Ամրոցները կախված տեղանքից հնարավորություն ունեն իրականացնել շրջանաձև պաշտպանություն։ Պապիկյանի խոսքով ամրությունները պաշտպանված են անօդաչու թռչող սարքերից եւ պոտենցիալ մարտի ժամանակ կարող են ապահովել զինծառայողների պաշտպանությունը, հնարավորություն տալ նրանց ավելի շահեկան դիրքերից պաշտպանել սահմանը եւ այլն։ Ամրակայանները, դրանց տեխնիկական բնութագրերը, ինչպես կարելի է նման բան հնչեցնել։ Փորձագետը ապշած է եւ նույնիսկ ինքն է դժվարանում մեկնաբանել։ Իր խոսքով ասած, հիմարությունների այս կասկադը որանում է իշխանությունը, ինչպես կարելի է ցուցադրել պաշտպանական գիծը եւ դրա տեխնիկական բնութագրերը, ասել, որ դեպքում ինչ կլինի։ Հայրապետյանի խոսքով սա նախընտրական PR է քաղաքացիներին ցույց տալու համար, թե ձեր երեխաներն ապահով են, թող գնան բանակում ծառայեն, թաքցնելու կարիք չկա։ Կամ օրինակ խնդիր չկա, նույնիսկ եթե ռումբերն ընկնեն վերևից, զինվորներին ոչինչ չի սպառնում։ Իհարկե սա բլեֆ է, թող ուսումնասիրեն ուկրաինական պատերազմը։ Ժամանակին նման տեղեկատվության հրապարակումը պետական պաշտպանական գաղտնիքների բացահայտում էր եւ համարվում էր ապօրինի արարք։ Իսկ մենք ընդհանրապես պետություն ունենք, եթե հաշվի առնենք տեղի ունեցածը։ Դա իհարկե ապօրինի է։ Պապիկյանը բացահայտում է այն, ինչ ընկնում է ռազմական գաղտնիքի տակ։ Ամրակայանների վայրերը, դրանց տեխնիկական բնութագրերը, ինչպես կարելի է նման բան հնչեցնել։ Հակառակորդն ընդհանրապես չպետք է իմանա, թե ինչ ունես, ինչ չունես, բայց Պապիկյանը բացահայտում է. երևի ռազմական գաղտնիքներ չունենք։ Գուցե դա ներկայիս կանոններով ռազմական գաղտնիք չի համարվում, ուղղակի մենք տեղյակ չենք։ Գուցե ռազմական գաղտնիք համարվողի ցանկն ընդհանրապես շրջանառությունից հանված է, պաշտպանության գծեր, տեղակայման վայրեր եւ այլն։ Ընդհանրապես ինչի մասին խոսել, եթե Փաշինյանը 44-օրյա պատերազմի երկրորդ օրը բարձրաձայնում է, թե բանակում ինչն է պակասում, կոչ է անում սաղավարտներ ու զինամթերքներ վերցնել ու գնալ ճակատ։ Ինչպես է դա կոչվում։ Ընդ որում նա հավանաբար չգիտի, որ զորացրվելուց հետո զինվորները որպես հուշանվեր սաղավարտներ տուն չեն տանում։ Պաշտպանության ոլորտում տեղի ունեցողը աբսուրդի ժանրից է, ավելին այս քարոզչական տեսանյութերի ֆոնին առհասարակ գործընթացը զավեշտի է վերածվել։ Հանուն նախընտրական արշավի հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը իմաստազրկելով գաղափարն ու հակառակորդի համար անկանխատեսելիության գործոնը։ ՊՆ-ի ղեկավարության այս վարքագիծը սակայն չի զարմացնում լրագրող Նաիրի Հոխիկյանին, որը մեկ այլ փաստել է հիշատակում սրա վերաբերյալ։ Արդեն 2 տարի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ կռիվ են տալիս, որ արգել են Հայաստանի առաջնագիծ հնդիկների, պարսիկների, արաբների կամ ուրիշ այլազգիների մուտքը, իսկ ՊՆ-ի բարձր պաշտոնյաները արդարանում են, թե հայերը չեն աշխատում առաջնագծի շինարարության վրա, ուստի իրենք բերում են օտարներին։ Իրականում հայերը ոչ թե չեն աշխատում, այլ չեն ուզում աշխատել այն չնչին գումարով, որ տալիս են շինարարներին, իսկ օտարների մեջ կան շատ լրտեսներ, որոնք անվճար էլ կաշխատեն, միայն թե հասնեն Հայաստանի առաջնագիծ ու ռազմական գաղտնիք դուրս անեն, տանեն Ադրբեջանին։ Երբ ասում են, որ չի կարելի օտարազգիներին հասանելիություն տալ մեր ռազմական գաղտնիքներին, նույն պաշտպանության նախարարության պաշտոնյաները արձագանքում են, թե բոլոր դեպքերում Ադրբեջանի դրոնները վերևից ամեն ինչ նկարում են, հետևաբար մենք թաքցնելու բան չունենք։ Ենթադրաբար նույն տրամաբանությամբ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դրոնով նկարել Հայաստանի առաջնագիծը եւ դա հրապարակել մտածելով, թե եթե Ադրբեջանը կարող է մեր դիրքերը նկարել, ապա մենք ինչու չնկարենք ու ցույց չտանք աշխարհին։ Հոխիկյանի խոսքով միևնույն ժամանակ Ադրբեջանի գործն են հեշտացնում, իսկ հայ ծնողները կարծում են, թե իրենց երեխաներին բանակ են ուղարկում, որ ծառայեն հայրենիքին։ Տեսեք, թե բանակի ղեկավարությունը ինչպես է ապահովում ձեր զինվոր զավակների անվտանգությունը, ամփոփում է Հոխիկյանը։ Ի վերջո, պետության ռազմավարական շահը պահանջում է զգուշավորություն, քանի որ ռազմական գաղտնիքի ոչ պատշաճ կառավարումը ոչ միայն օգնում է թշնամուն, այլև սպառնում է ներքին անվտանգությանն ու մարտունակությանը։ Ֆրիդա Ղազարյան, Վարդգես Հովհաննիսյան, TB News։